Երբևէ մտածել եք, թե ինչու է Տերը սահմանել մի կարգ, որը հակառակ է այս աշխարհի կանոններին, եւ թե ինչ է Տերը սովորեցնում մեզ ծնող զավակ եւ գործատու գործարուի հարաբերությունների վերաբերյալ։ Կա արդյոք մի գաղտնիք, կա արդյոք մի գիտություն, որ մենք կարող ենք սովորել Աստվածաշունչից, որ մեզ կօգնի ունենալ համերաշխություն մեր ընտանիքի մեջ եւ մեր գործի վայրում։ Ուրեմն շարունակեք դիտել մեզ, որ սովորեք ավելին։ Ողջույն հարգելիներս եւ բարեգալուստ Արարատ Աստվածաշունչի սերտողություն։ Այսօրվա սերտողության վերնագիրն է ընտանիք եւ կարիերա Աստծու ձևով։ Այսօր մենք կուսումնասիրենք եւ կշարունակենք մեր սերտողությունը նամակ Եփեսացիներին, ուսումնասիրելու ենք 6-րդ գլուխը 1-ից 9 համարները։ Ուրեմն եթե մեզ հետևում եք, գիտեք, որ մեր առաքելությունն է սովորեցնել Աստծո խոսքը կանոնավոր կերպով, տող առ տող, եւ մենք չենք սովորեցնում թեմատիկ եւ նյութերի հիման վրա։ Հարկավոր է, որ Աստծո խոսքը լրջությամբ մոտենալ, զգոն լինել, սովորել ամբողջությամբ, որպեսզի Աստծո խոսքը ներթափանցի մեր մեջ եւ մենք կիրառենք մեր կյանքում։ Ու այսօրվա սերտողությունը հատկապես կարեւոր է, որովհետեւ շարունակությունն է անցյալ շաբաթվա սերտողությանը։ Անցյալ շաբաթ մենք խոսեցինք ընտանիքի ամուսնու եւ կնոջ հարաբերության մասին եւ այսօր կուսումնասիրենք ծնող զավակ հարաբերություն ու կանցնենք աշխատանքի մեջ, թե ինչպես պետք է գործարուն եւ գործատուն իրար հետ շփվեն եւ ինչպիսի հարաբերություն է Տերը պահանջում, որ ունենանք։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, փառք ու շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորության համար, այս առիթի համար, որ մեզ տվել ես, որպեսզի քո խոսքերը սովորենք, ընթերցենք եւ աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ առաջնորդես քո խոսքերով։ Աղոթում ենք, որ այսօրվա սերտողությունը միմիայն առաջնորդված լինենք եւ սովորենք Սուրբ Հոգուց, որպեսզի մենք քո խոսքիդ մեջ աճենք։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն հարգելիներս, գիտեք, եթե ծանոթ եք նամակ Եփեսացիներին, կամ եթե մեզ հետևում եք արդեն բազմաթիվ շաբաթներ, բազմաթիվ ամիսներ, գիտեք, որ նամակ Եփեսացին գրված է Պողոս առաքյալի կողմից եւ այդ նամակը գրված է մի քանի նպատակների համար։ Առաջինը Եփեսոսի եկեղեցուն քաջալերելու համար, որպիսի նրանք վերհիշեն իրենց հոգևոր ժառանգությունը եւ հարստությունը Հիսուս Քրիստոսով եւ այն մեծ խորհրդի մասին, որը Պողոս առաքյալը բացահայտում է, այսինքն, որ արդեն Հիսուս Քրիստոսի միջոցով բոլորը կարող են գալ երկնավոր հորը, այսինքն անցյալում Աստծո խոսքը եւ հավատքը միմիայն տրված էր հրեաներին, բայց այսօր հեթանոսներն էլ կարող են գալ եւ միանալ Աստծո ընտանիքին, եթե ընդունեն Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Սովորեցինք մենք դա առաջի գլխից մինչեւ 4-րդ գլխի վերջ, 5-րդ գլխից ուղղությունը փոխվում է Պողոս առաքյալի եւ ավելի կենտրոնանում է վարքերի եւ պահելակերպի վրա կենտրոնացած եւ 5-րդ գլխի վերջ եւ 6-րդ գլխի սկիզբ կենտրոնացած է ընտանիքի վրա։ Այսինքն Տերը ինչ է կամենում, որ ամուսինը եւ կինը ինչպես պետք է իրար հետ նրանք շփվեն եւ ինչ հարաբերություն պետք է ունենան, նույնը եւ հիմա այս պահին կսովորենք ծնող եւ զավակ հարաբերության մասին։ Հետո կանցնենք գործատու եւ գործարուի վերաբերյալ, այդ հարաբերության վերաբերյալ։ Ուրեմն եկեք սկսենք մենք առաջի համարից 6-րդ գլուխ գրած է որդիներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ սկսվում է խրատը եւ հորդորումը եւ վարդապետության այս կետը, ինչ որ Պողոս առաքյալն է սովորեցնում որդիներից, զավակներից։ Առաջի հերթին մենք պետք է ճանաչենք հերթականությունը Աստծո իշխանության։ Նախ խրատը գնում է առաջի հերթին նրան, ով որ ավելի ցածր է այդ իշխանության կարգու կանոնի մեջ,
հետո նոր անցնում է ավելի բարձր իշխանության դիրք գրավող կողմին։ Հիմա առաջի հերթին զավակին է նա խրատում եւ ինչ է ասում՝ հնազանդվիր։ Որդիներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով։ Ուրեմն չի ասում սիրեք ձեր ծնողներին, չի ասում, որ ձեր ծնողը ձեր ընկերը պետք է լինի, այլ ինչ է ասում։ Ասում է հնազանդ եղիր, որովհետև ծնող հասկացողությունը կարևոր հասկացողություն է, կարևոր, այսպես ասենք, հաստատություն է նաև, քանի որ ինչպես մեր երկնավոր հայրն է, նույնպես էլ մեր երկրի վրա գտնվող հայրն է, եւ այդ դերն է կատարում մեր ծնողը, ինչ որ դերն է կատարում Աստված մեր համար որպես մեր երկնավոր հայր։ Սա ինչ է նշանակում։ Ծնողը ունի բավականին մեծ պարտականություն, բավականին մեծ գործ։ Այդ գործը զավակին ուղղելն է դեպի Հիսուս Քրիստոս։ Եվ այդ դրա համար էլ զավակը հարկավոր է սիրի թե չսիրի, բայց նա պետք է հնազանդվի իր ծնողին։ Եվ ինչ է Պողոս առաքյալը ասում, շարունակում է 10 պատվիրաններից մեջբերում է անում, երկրորդ համարի մեջ գրած է պատվիր քո հորն ու մորը։ Սա է առաջին պատվիրանը, որը ուղեկցվում է փոխհատուցման խոստումով, այսինքն երրորդ համարի մեջ գրած է որպեսի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես։ Ուրեմն սա իհարկե մեջբերում է Ելքի գրքից 20-րդ գլուխ 12 համար։ Պողոս առաքյալը սովորեցնում է, որ գիտեք, հարգելիներս, ոչ թե միայն պետք է կատարեք մի հրաման պատվիրաններից, բայց այս պատվիրաններից մեկը, որը հորդորում է հարգանքի, հնազանդության եւ պատվիրելու մեջ, պատվելու ծնողին, նաև ասում է, որ եթե անես, ուրեմն կա հատուկ խոստում, հատուցում, այսինքն փոխհատուցում։ Եթե անես սա, ուրեմն Աստված կանի այս ձեր համար։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ծնողին հարգելը, ծնողին մեծարելը, ծնողին հնազանդվելը աստվածային գաղափար է, աստվածային վարդապետություն է։ Եվ եթե մենք ճանաչում ենք մեր երկնավոր հորը, նույնպես էլ պետք է ճանաչենք մեր այս աշխարհի վրա գտնվող ծնողին։ Այսինքն Աստված հաստատեց այս կառույցը ընտանիքի, երբ որ ստեղծեց Ադամին եւ Եվային եւ ասեց, որ Ադամը, այսինքն ամուսինը կթողի իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը, կդառնան մի ընտանիք, ինչպես որ սովորեցինք, մի մարմին, եւ ընտանիք կկառուցեն իրանք, ինչպես որ սովորեցինք անցյալ շաբաթ, եւ հիմա մենք գիտենք, որ այդ կառույցը աճելու եւ հավելյալ վարդապետության ուսմունք ունի, այսինքն միայն ամուսինը եւ կինը չեն, այստեղ արդեն ընդլայնվում է վարդապետությունը դեպի զավակներ։ Ուրեմն ծնողը ունի հատուկ պարտականություն եւ նաեւ զավակն ունի հատուկ պարտականություն։ Զավակի պարտականությունը ընդունել, հնազանդվել եւ ենթարկվել այն իշխանությանը։ Նորից եմ ասում, Աստծո խոսքը ոչ միտեղ չի սովորեցնում, որ պետք է սիրես, որտեվ հնազանդվելը եւ ծնողին պատվելը դա հիմնված չի, նախապայմանը այն չի, որ եթե լավ ծնող լինի, մեծարի կամ պատվի, կամ եթե լավ ծնող չի, մի հնազանդվի, այտենց բան Աստծո խոսքը չի սովորեցնում։ Հակառակը, անկախ թե ծնողը ինչպիսի ծնող է, անկախ թե նրա վարքերը, անկախ թե այդ ամեն ինչ, միևնույնն է, հարկավոր է, որ մենք մեր ծնողներին մեծարենք, հարգենք, հնազանդվենք եւ պատվենք մեր ծնողներին։ Սա է ճշմարտությունը, քանի որ, ինչպես ասացի, ծնողի խորհրդանիշը նույն այն խորհրդանիշն է մեր երկնավոր հոր։ Նա ստեղծեց մեզ եւ ամեն ինչ եւ մեր երկրավոր ծնողներն էլ մեզ են պարզապես ստեղծել եւ
նրանց իշխանության եւ հսկողության տակ ենք մենք գտնվում։ Ինչ է ասում Տերը 4-րդ համարի մեջ. հայրեր, ձեր զավակներին մի բարկացրեք, այլ նրանց տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք։ Փաստորեն ծնողն էլ ունի նաև պարտականություն։ Միայն զավակի վրա չի հիմնված այն պարտականությունը, որ հնազանդվի կամ պատվի, այլ նաև ծնողը պարտականություն ունի։ Եթե ծնողը իր զավակին չդաստիարակի, ծնողը իր զավակին չսովորեցնի, ծնողը իր զավակին չուղի դեպի Աստված, դեպի Հիսուս Քրիստոս, դեպի հավատք, դեպի փրկություն Հիսուս Քրիստոսով, այդ զավակը ինքնահոս կմեծանա եւ ոչ ծնողին հաճելի կլինի, ոչ էլ հասարակությանը։ Ոչ պատիվ կբերի ծնողին, ոչ էլ պատիվ կբերի ընդհանուր հասարակությանը, ընդհանուր գերդաստանը, ժողովրդին, պետությանը եւ այլն եւ այլն։ Ծնողի պարտականությունը շատ մեծ է։ Այսօր մենք տեսնում ենք ծնողներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարում, զավակներին չեն դաստիարակում։ Եվ դրա հետևանքը տեսնում ենք, որ անդաստիարակ, անվայել, անշնորհք եւ տիրոջը ոչ վայել զավակներ են մեծանում, անհնազանդ, ըմբոստ նույնիսկ Աստծու դեմ։ Եվ այդ նույն սերունդը ժառանգաբար եւ այդ անկարգությունն ու ամբոստանալը շարունակվում է եւ սերունդ է սերունդ ծնողը իր գործը չկատարելով ավելի ու ավելի դեպի կործանման է գնում սերունդները։ Ինչ է Տերը մեզ սովորեցնում։ Առակների գրքի մեջ Աստված մեզ բազմաթիվ օրինակներով սովորեցնում է, որ ինչ ազդեցություն ունի կամ ինչ կարևորություն ունի ծնողի դաստիարակությունը եւ այն զավակը, որ դաստիարակված է ճիշտ ձև, ինչպիսի մարդ է նա մեծանում եւ ինչ հետևանք է ունենում լավ, դրական, այսինքն կամ բացասական։ Ուրեմն եկեք ուսումնասիրենք առաջի հերթին Առակների գիրք 10-րդ գլուխ առաջի համար։ Գրված է. իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ Իմաստուն որդին, եթե մենք ճիշտ ենք ընթերցում Առակների գիրքը, մեզ Առակների գիրքը հենց ի սկզբանե սովորեցնում է, որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Ուրեմն եթե մենք ունենք Տիրոջ երկյուղը, ուրեմն այն ժամանակ պարզավոր մենք ընդունում ենք Աստծուն, ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եւ այսպիսի անձնավորություն, որ գրված է իմաստուն որդին, ասենք նաեւ ապաշխարած, փրկված, վերստին ծնունդ ստացած, վերափոխված, նոր մարդ դարձած որդին, որը ունի Աստծուն, Հիսուսն ապրում է, բնակվում է իր սրտում եւ Սուրբ Հոգին իր մեջ է։ Այդպիսի զավակ իմաստուն է համարվում եւ ուրախացնում է իր հորը։ Բայց այն զավակը, որ հակառակ է գնում Աստծուն, հակառակ է գնում հավատքին, ճշմարտությանը, արդարությանը եւ այլն, եւ ապաշխարած չի, փրկված չի, ինչ է կատարվում, գրած է մորը տրտմություն է բերում։ Բայց այդ պարտականությունը ծնողի վրա է։ Պարտականությունը ծնողի վրա է, որ դաստիարակի ճիշտ զավակի, որ այդ զավակը չհեռվանա ոչ Աստծուց եւ այդ Աստծուն վայել զավակը նույնիսկ երջանկություն է բերելու ծնողներին։ Կարդանք 15-րդ գլուխ 20 համար, տեսնենք այնտեղ ինչ է գրած նույն Առակների գրքից 15-րդ գլուխ 20 համար գրած է. իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։ Ուրեմն տեսեք, երբ որ զավակը ծնվում է, երբ որ զավակը սկսում է հասունանալ, նույնիսկ մանուկ ժամանակ տեսնում ենք մեղավոր էությունը։ Եվ եթե ծնողը իր զավակին չդաստիարակի եւ չուղեկցի զավակի ոտքերը դեպի եկեղեցի, դեպի Աստծու տուն, դեպի ուսումնասիրել Աստծու խոսքը, սովորել Աստծու խոսքը, այդ զավակը կմեծանա Տիրոջը անվայել։
իր մեղավոր կյանքի մեջ նա թաթախված կլինի, կըմբոստանա Աստծու դեմ, կմերժի Տիրոջը եւ չի սովորի ճշմարտությունը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն եկեք տեսնենք 22-րդ համարում ինչ է գրված, 22-րդ գլուխ 6 համար, 6-րդ համար։ Եվ սա վերաբերում է զավակին դաստիարակելու համար։ Գրած է. երեխային կրթիր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Ճիշտ ձևի դնես զավակին, դաստիարակությունը ճիշտ լինի, աստվածավայել լինի, Հիսուսակենտրոն լինի, այդ զավակը կմեծանա հավատքով, այդ զավակը կապրի Հիսուս Քրիստոսով, այդ զավակը կհիշի ծնողի խոսքերը մինչև իր կյանքի վերջ։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ սովորեցնում է եւ համապատասխանում է այն եւ համաձայն է այն, ինչ որ Պողոս առաքյալն է սովորեցնում, եւ իհարկե այդպես է, որտեվ Աստծո խոսքը իրեն չի հակասում, ուրեմն Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ հայրը, ծնողը պարտականություն ունի, ինչպես Պողոս առաքյալն է սովորեցնում, բարկացնելու փոխարեն անհիմն անիմաստ ձևով եւ վատ վարքերով եւ միջոցով զավակի հետ շփվելու փոխարեն կառուցողական խոսքեր, Աստվածաշնչից խոսքեր, Տիրոջը վայել խոսքեր եւ դեպի Հիսուս Քրիստոս տանող խոսքերը զավակին օգուտ է եւ զավակին կզարգացնի, կզորացնի։ Աստծո խոսքը դա է սովորեցնում մեզ։ Նամանավանդ որ ասում է Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք։ Այստեղ էլ մենք տեսնում ենք 22-րդ գլխում 6-րդ համարի մեջ նորից կկարդամ. երեխային կրթիր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Ճշմարտությունը հենց այսպես է։ Զավակին պետք է մեծացնել Աստծո խոսքի մեջ, զավակին պետք է մեծացնել Տիրոջ ճանապարհի մեջ, որովհետև այդ զավակը Աստծուն ճանաչելով, ճշմարտությունը իմանալով եւ փրկության ճանապարհը իմանալով հավատքի պետք է գա, ապաշխարության պետք է գա, որ փրկվի եւ ապրի իր կյանքը իմաստուն եւ Տիրոջը վայել ձևով։ Իսկ վերջի համարը կկարդանք 29-րդ գլուխ 15 համար առակների գրքից։ Գրած է. գավազանը եւ հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։ Ուրեմն հարգելիներս, եթե չդաստիարակեք ձեր զավակներին, ովքեր որ լսում է այս պատգամը եւ զավակ ունի, երեխաներ ունի, հիշեք, որ ձեր երեխաներին երես տալով եւ ինքնահոս թողելով նրանց Տիրոջը դուք փառք չեք բերում։ Այդ զավակները ձեր կմեծանան անբարոյական, Տիրոջը վայել չեն լինի, Աստծո խոսքը չեն իմանա, հպարտ ըմբոստ Տիրոջը ապրելով նրանք կբերեն տրտմություն հորը եւ մորը։ Եվ Պողոս առաքյալի այս ուսմունքը ուրեմն այս կետերի շուրջ, այսինքն կոնկրետ ծնող եւ զավակ հարաբերության մեջ այսքանն ունի մեզ սովորեցնելու։ Հիմա Պողոս առաքյալը անցնում է գործատուի եւ գործարուի հարաբերության մասին խոսել։ Գիտեք, այն ժամանակ ծառա եւ տեր հասկացողություն կար։ Ասեմ ձեզ, որ ժամանակակից հասկացողությունը գործատուի եւ գործարուի հարաբերությունն է, այդ հասկացողությունն է, որովհետեւ ինչպես այն ժամանակ եւ նույնպես հիմա աշխատում ենք մեկի համար, մի հիմնարկության համար կամ մի տիրոջ համար, որպեսզի մենք ստանանք մեր աշխատավարձը եւ մեր ապրուստը մենք հայթայթենք։ Հիմա ինչու է Տերը մեզ փորձում սովորեցնել այս հարաբերության մասին, այսինքն սովորեցնում այս հարաբերության մասին, որովհետեւ գլխավոր միտքը այն է, որ ամեն ինչը Աստծուց է տրված, ամեն բարի բան, նույնիսկ որ գործ ունես, շնորհակալ եղի դրա համար։ Եթե փող աշխատելու միջոց ունես, այն էլ աստվածավայել միջոցներով,
Աստված կօրհնի եւ ձեզ կտա, եւ պարզապես հավատացյալ զավակը սոված չի մնա երբեք։ Տերը իր զավակներին տիրություն է անում, Տերը իր զավակներին պահում է։ Եվ Աստծո խոսքը այստեղ մեզ սովորեցնելու է, որ նույնպես ծնող եւ զավակ հարաբերությունը, որ զավակը պետք է մեծարի, հնազանդվի, պատվի իր հորն ու մորը, այստեղ նույն պատկամը կա մեծարելու, պատվելու եւ հնազանդվելու, կոնկրետ ասած, գործատերին։ Տեսնենք ինչ է ասում 5-րդ համարից սկսած գրած է. ծառաներ, ձեր մարմնավոր տերերին հնազանդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին, ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում, հոժարությամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թե մարդկանց։ Ուրեմն կանգնենք այդտեղ, տեսնենք Տերը մեզ ինչ է սովորեցնում։ Ուրեմն ասում է, որ մենք անհրաժեշտ է հնազանդվենք, եթե գործավորենք, հնազանդվենք մեր գործատերին վախով եւ դողալով։ Այսինքն իշխանությունը նրանց եւ բոլոր իշխանությունը Աստծո կողմից է տրված, ու քանի որ բոլոր իշխանությունը Աստծո կողմից է տրված, մենք եթե մտնում ենք նրանց իշխանության տակ, պետք է հնազանդ լինենք եւ այս կանոնը կատարենք մենք կատարյալ ձևով։ Եվ ասում է ոչ թե կեղծավոր ձևով, այլ անկեղծ, ինչպես որ մենք կծառայենք Հիսուս Քրիստոսին։ Տեսեք, Տիրոջ կանոնները տարբերվում են այս աշխարհի կանոններից։ Այս աշխարհը մեզ սովորեցնում է արեք այն ինչ ուզում եք, ինչ որ ձեզ հարմար է եւ ձեռնատու է։ Եթե կան հանգամանքներ, որ պետք է չանել ինչ որ մի աստիճանից ավել, որովհետև կձերբակալվեք, բանտ կընկնեք կամ պետության ձեռը կընկնեք, այդ ժամանակ աշխարհը կսովորեցնի, կասի արեք այն աստիճանի մինչև որ ձեզ վնաս չհասնի, բայց Աստծո բանաձևը այդպես չէ։ Աստված չի ասում ինչ ուզում եք արեք, ում հետ ոնց ուզում եք վերաբերվեք, ով ինչ ուզում է թող ասի, կամ հարգանքի եւ կարգու կանոնի ոչ մի հաստատություն չլինի, այդպիսի բան չկա։ Աստծո կանոնների մեջ հերթականություն կա։ Ցածրը ենթարկվում է բարձրին, իշխանության հասկացողություն կա։ Եվ այստեղ սովորեցնում է, որ մենք էլ նույնպես, եթե ուզում ենք Տիրոջը վայել, ապրենք, եթե ուզում ենք Աստծո խոսքերին համաձայն ապրենք, ուրեմն նշանակում է նույնիսկ աշխատանքի վայրում մենք պետք է լինենք անկեղծ, հնազանդ եւ նվիրված մեր գործատերերին։ Ոչ թե գործատերին վայել քայլ ենք մենք կատարում, որ նրանց աչքի առաջ լավ երևանք, այլ մենք անում ենք մեր Աստծո համար։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ է ասում. ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, ու սրտանց Աստծո կամքն են, որ սրտանց Աստծո կամքն են կատարում։ Ուրեմն մենք պետք է անկեղծ լինենք, ազնիվ պետքա լինենք, հավատարիմ պետքա լինենք եւ նվիրված պետքա լինենք։ Մենք չենք կարող մեր գործատերի հետ վարվենք այնպես ինչպես որ անհավատներն են վարվում, գողանանք մեր գործատերից, անպատվենք մեր գործատերին եւ նման պիղծ ու կեղտոտ վարքեր։ Կարևորը այն է, որ այս հերթականությունը ուղակի փառք է բերում մեր Աստծուն։ Եվ եթե գործատերը տեսնելով ձեր պահվածքը, պահելակերպը, նվիրվածությունը, նա անտարբեր չի լինի դրան։ Դա էլ կա իսկապես առավելություն նաև, եթե մենք ավելի խորը նայենք, որ մի գործատերն է ցանկանում թողնել իր հավատարիմ եւ նվիրյալ աշխատավորին։ Ուրեմն մտածենք, որ Աստծո խոսքը միմիայն երկնավոր կամ հոգևոր բնույթ չի կրում, այլ կա շատ գործնական, շատ պրակտիկ առավելություններ նաև։ Եվ դրա համար հարկավոր է հետևել ամեն մի խոսք Աստվածաշունչի մեջ,
որպիսի առաջերտին մենք հնազանդվենք մեր Տիրոջը եւ կատարենք նրա կամքը։ Բայց տեսեք, խոսքը միայն գործավորի մասին չի, կամ չի միայն ուղված չի գործավորին, այլ նաեւ գործատերին։ Տեսեք ինչ է ասում 8-րդ համարի մեջ. իմացեք, որ ամեն մեկը, այսինքն 7 համարից սկսած, հոժարությամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թե մարդկանց, իմացեք 8-րդ համարից սկսած, իմացեք, որ ամեն մեկը ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Առաջի հերթին նորից փոխհատուցում կա, չէ՞, ինչպես ծնողին զավակը, որ հնազանդվում է, փոխհատուցում կա, նույնպես եւ փաստորեն գործավորը հնազանդվելով իր գործատերին փոխհատուցում կա, բայց այդ փոխհատուցումը Աստծուց է, նույնպես եւ զավակի փոխհատուցումը Աստծուց է։ Եվ ինչ է ասում Աստծո խոսքը 9-րդ համարից սկսած. եւ դուք տերեր նույնն արեք նրանց սպառնալիքը թողնելով։ Հիմա արդեն խրատ կա եւ հատուկ խոսք կա, որ ուղված է գործատերերին։ Ասում է իմացեք, որ թե նրանք, թե դուք երկնքում Տեր ունեք եւ նրա առաջ կողմնակալություն չկա։ Ուրեմն տեսեք, ոչ թե միայն հարկավոր է, որ աշխատավորը հնազանդվի իր գործատերին, նաեւ գործատերը պարտականություն ունի իր աշխատավորին, արդար հետը վերաբերվի, ճիշտ ձևով վերաբերվի եւ Աստծուն վայել կերպով վերաբերվի։ Ուրեմն տրված չի գործատերը, որ ծեծի, ջարդի կամ անվայել կերպով վերաբերվի իր ծառայի հետ։ Եվ այս դեպքում մենք գիտենք, որ կան հիմնարկություններ, որ ընդհանրապես իրենց աշխատավորներին չեն հարգում, կամ եթե ունեն հատուկ եկամուտի շեմ, եթե եկամուտի շեմը չբավարարվեց, իրենց աշխատողներին թողնում են, գործազուրկ են մնում եւ այլն։ Բայց նրանց նպատակները ավելի եսակենտրոն եւ փողամոլ եւ շահույթների վրա է հիմնված։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Եթե դու գործատեր ես եւ վարում ես մի ընկերություն, հիմնարկություն եւ այլն, քո պարտականությունը այն է, որ այդ հիմնարկության նպատակը իրականացվի, ինչի համար որ ստեղծված է։ Կա խորհրդատվական հիմնարկություններ, կա արտադրանքի հիմնարկություններ, գործարաններ եւ այլն, եւ ամեն ինչը ունի նպատակ։ Կատարվում է սպառողի համար, կատարվում է հատուկ նպատակով, որ կամ թե ապրանք, կամ թե ծառայություն է մատակարարվում։ Բայց գործատերի նպատակը այն չէ, որ եթե չստացավ հավելյալ միլիոններ, պետք է գործավորների հետ վատ վերաբերվի։ Դա էլ խրատն է գործատերին, որ հիշեք, որ դուք էլ Աստված ունեք, դուք էլ եք պատասխանատու, եւ եթե դու անարդար վերաբերվես մարդկանց հետ, աննկատ չի մնալու էտի։ Աստված անպայման կզբաղվի ձեզանով։ Եվ սա է ասում Աստծո խոսքը։ Հարկավոր է, որ մենք բոլորս գիտակցենք դա, եւ այդ գիտակցությունն է, որ 8 համարի մեջ գրված է. իմացեք, որ ամեն մեկը ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Ուրեմն արեք այն, ինչ որ վայել է Աստծուն։ Եթե բարիքի դիմաց Աստծուց բարիք կստանաք, չարության դիմաց Աստված ձեզ պատիժ կուղարկի, կպատժի ձեզ։ Սա է ճշմարտությունը եւ հոգեվոր բանաձևը։ Ուրեմն ինչ է նշանակում։ Վերջի խոսքն էլ ասենք ու ավարտենք այսօրվա սերտողությունը։ Առաջի հերթին, եթե վարում ես հսկայական կամ թեկուզ փոքր մասշտաբի մի բիզնես, մի գործ եւ այլն, հիշի, որ ում որ բերում ես, որ քո իշխանության տակ նա աշխատի, արդար եղի եւ ազնիվ եղի։ Նույնպես եւ գործավորներ, ում համար որ գնում եք աշխատելու, արեք եւ ծառայեք նրանց, ինչպես կծառայեք ձեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Եվ վերջի խոսքը զավակների համար։ Զավակներ, ենթարկվեք, հնազանդվեք եւ պատվեք ձեր հորն ու մորը, որովհետեւ դա է Տերը կամենում։ Իսկ ծնողներ, դուք ձեր զավակներին մեծացրեք եւ ուղեք դեպի Աստծո տուն, Հիսուս Քրիստոս,
փրկություն, ապաշխարություն, Աստծո վարդապետություն, սովորեցրեք ձեր զավակներին Աստծո խոսքը եւ տվեք այն իմաստությունը, որը Աստվածավայել իմաստություն է, որպիսի ձեր զավակները մեծանան, զորանան եւ Տիրոջ զավակներ կոչվեն։ Այս շաբաթ այսքանը, Տերը թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։